Բնապահպաններն ահազանգում են, գողանում են Սևանա լճի ջուրը, Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխվող ջրի մի մասը բաց է թողնվում Եղեգից, որը պետք է լցվեր Սևանա լիճ։ Կատարվում է հակառակ գործընթացը, այսինքն այդ բաց հատվածից Արփա-Սևան ջրատարից ջուրը լցվում է Եղեգից գետը։ Այս մասին ուրերը շրջանառվում են 3 տարի շարունակ, սակայն բնապահպանները չունեին ապացույցներ։ Այս տարածքը հատուկ պահպանվող է եւ այստեղ նկարահանումներն արգելված են, սակայն բնապահպաններին հաջողվել է տարածքը ուսումնասիրել հարևան Սարի վրայից եւ այսօր կասկած չունեն, որ Սևանից ջուր են գողանում։ Այսօր ինչ էլ որ ասեն պետական համապատասխան մարմինները, մենք էլի ոչ մի տեղեկատվության հավատալու իրավունք չենք ունենա եւ նաեւ պատճառը չենք ունենա, որովհետեւ այդ փաստը թաքցված է եղել հանրությունից իրականում, որովհետեւ եթե դու նախագծով նախատեսված ու կատարում ես ինչ-որ գործողություն, պետքա դա ինչ-որ մի որոշումով, ինչ-որ մի ակտով, ինչ-որ մի օրենսդրական հաստով հաստատված է, որ դու իրավունք ունես այդ գործողությունը կատարելու։ Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը վստահ է, գողացված ջուրը մատակարարել են հեկերին։ Հատկապես չորային սեզոններին, իսկ Եղեգից գետի ավազանում մոտապես տարվա 8 ամիսը չորային է, բնականաբար ջրի քանակը չի բավարարում հեկերի ամբողջ ծավալով աշխատելու համար, դրա համար մենք ենթադրում ենք, որ դա օգտագործվում է հենց դրա նպատակով, այսինքն մենք Սևանի ջուրը գողանում ենք, օգտագործում ենք էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Բնապահպանները հարկ չեն համարում դիմել բնապահպանության նախարարությանը, քանի որ ծանոթ են նրանց մոտեցումներին։ Պետական քաղաքականության եւ կառավարման համակարգի խնդիր են։ Մեր կառավարման համակարգում ուրեմն տիրապետում է ուրեմն շահի, փողի առաջներծությունը, դրա համար նախարարությունը ինչքան էլ ուժեղ լինի, չգիտեմ ինչին, ինքը չի կարա դրա դեմ դուրս գա։ Բոլոր դեպքերում բնապահպանության նախարարությունը տեսնելով հրապարակված տեսանյութը ԱՄԵԿ+-ին հայտնեց, որ տարածքում տեսչական ստուգում կանցկացնի եւ խախտումներ արձանագրելու դեպքում մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։